Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը հանգեցնում է կաթվածի, այն զարգանում է հանկարծակի եւ կարող է տևել մի քանի րոպեից մինչեւ ժամեր, երբեմն հանգեցնելով մահվան կամ հաշմանդամության։ Վիճակագրությամբ կաթված տարած հիվանդների միայն մոտ 60%-ն է պահպանում ինքնասպասարկման կարողությունը, իսկ շուրջ 20%-ը մշտապես խնամքի կարիք է ունենում։ Վերջին տարիներին այն շարունակում է մնալ մահացության հիմնական պատճառներից մեկը Հայաստանում։ Մասնագետները նշում են, հիվանդության հաղթահարումը մեր երկրում դեռ մնում է բարդ գործընթաց։ Զարգացած երկրներում կաթվածի հանդիպման հաճախականությունը ընկնում է վերջին տասնամյակներին, պատճառը գերազանց պրոֆիլակտիկան է, ճնշման հսկողությունը, դիաբետի, շաքարի, հիպերխոլեստերինեմիայի ռիսկի գործոնների գերազանց կառավարելն է, իսկ աշխարհի մյուս երկրներում, այդ թվում նաև մեր երկրում, կաթվածի հավանականությունը բարձրանում է։ Եթե զարգացած երկրները կառավարում են կաթվածը, մեր երկրներում այն ծաղկում է։ Կաթվածի երկու հիմնական տեսակ կա՝ իշեմիկ ինսուլտ եւ հեմորագիկ ներուղեղային արյունազեղման հետևանք։ Այս դեպքերի շուրջ 95%-ը գրանցվում է 45 տարեկանից բարձր անձանց մոտ, իսկ 2/3-ը 65 տարեկանից բարձրների։ Կաթվածի ախտորոշման եւ հիվանդին հիվանդանոց հասցնելու համար վճռորոշ են առաջին 3-ից 5 ժամերը։ Կաթվածի ամենատարածված նշաններն են դեմքի մի կողմի ծրվածությունը, ձեռքերի թուլությունը, խոսքի խանգարումը։ Ինչքան էլ հիվանդության բուժումը բարդ եւ երկարատև լինի, այն հնարավոր է կանխարգելել։ Մինչև 80% դեպքերը հնարավոր է կանխարգելել, եթե մենք թողնենք ծխելը, եթե մենք ալկոհոլի չարաշահում չունենանք, եթե մենք հսկենք զարկերակային գերճնշումը, եթե մենք հսկենք այրան մեջ գլյուկոզայի շաքարի պարունակությունը, եթե մենք վարենք սպորտային ապրելակերպ եւ ավել քաշ չունենանք։ Այսինքն աշխատելու ուղղությունները բազմաթիվ են։ Հայաստանում կաթվածի դեմ համակարգային պայքարը սկսվել է 2014 թվականից կաթվածների ախտորոշման, բուժման եւ կանխարգելման կենտրոնի ստեղծմամբ։ 2019-ից անվճար բուժօգնության ծրագիրներ դրվեց։ 2022-ից եւ առաջինը մարզերից կաթվածի կենտրոն բացվեց Գյումրի բժշկական կենտրոնում։ Իրականացվում են վիրահատական եւ թերապևտիկ միջամտություններ։ Տարեկան կենտրոնը դիմում մոտ 600 հիվանդ, նրանցից 100-ը ստանում է բուժման ձևերից մեկը։ Հեռաբժշկությունը կարևոր աջակցություն է այն բժշկական կենտրոնների համար, որոնք չունեն կաթվածի մասնագիտացված կենտրոններ։ Գյումրին հեռաբժշկության տելեկաթված ծրագրի շրջանակներում համագործակցում է Վանաձորի բժշկական կենտրոնի հետ, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին օգնություն ցուցաբերել եւ նվազեցնել կաթվածի ծանր հետևանքները։ Էլեկտրոնային համակարգի միջոցով առողջապահության դրվեց Celestroc գաղափարը, որը նույնպես թույլ էր տալի բժիշկներին վերահսկել ժամանակին եւ տրոմբոլիզ անելուց հետո տեղափոխությունը կազմակերպել հետագա վիրահատության պահանջող պացիենտներին արդեն իսկ Գյումրու բժշկական կենտրոն։ Եվ պիտի նշեմ, որ եթե մենք սկսել ենք 19 թվականին եւ ունեցել ենք մեկ տարվա մեջ մինչև 190 դեպք եւ գումարը մոտ 353 միլիոն դրամի չափով, ապա նույն ժամանակահատվածում արդեն իսկ 25 թվականը այդ դեպքերը անցել են 600-ը եւ գումարն էլ բազմապատկվել է։ Հիվանդության դեպքերի քանակը եւ առանձնահատկությունները հասկանալու համար ներդրվել է կաթվածի պետական ռեգիստր։ Այն հնարավորություն է տալիս պարզել, թե որ մարզում դեպքերի ինչ տոկոս է գրանցվել, որ տարիքային խմբերում եւ առաջին օգնություն ինչպես են կարողանում ցուցաբերել բուժհաստատությունները։ Ռեգիստրում արդեն գրանցված է ավելի քան 2000 բուժառու։ Մենք ստեղծեցինք կաթվածի ռեֆերենտների ցանց ամբողջ հանրապետությունով մեկ եւ հետագայում արդեն կմշակենք տվյալները եւ ավելի լավ կպատկերացնենք որոնք են այն ռիսկի գործոնները, որոնք են այն շտկումները, որոնց կարիքը ունի մեր հանրապետությունը։ Մինչև այս համակարգի ստեղծումը մենք տվյալների ամփոփումը ունենում էինք 1 տարի հետո, որը ըստ էության արդեն իսկ արդիական չէր լինում եւ շատ դժվար էր հասկանալու, թե որ կենտրոնը ինչպիսի միջոցներ է ձեռնարկել, ինչպես է զարգանում եւ ինչ արդյունքներ է ցույց տալիս։ Ես կարծում եմ, որ իհարկե էլեկտրոնային համակարգը գործարկված է, բայց դրա տվյալների ամբողջականության եւ հավելյալ հատվածների ընդլայնման մասով դեռ աշխատանքները պիտի գնան։ Կաթվածի կանխարգելման եւ արդյունավետ բուժման կարևոր եւ առաջնային պայմանը տեխնիկական հագեցվածության բարձրացումը եւ նեղ մասնագետների վերապատրաստումը։ Կաթվածի ազգային ծրագիրը ընդլայնվելու է։ Առողջապահության նախարարությունը նախատեսում է կաթվածի կենտրոն հիմնել նաեւ Գորիս բժշկական կենտրոնում։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։